Նախատեսվում է փուլային տարբերակներ դրման եւ նախատեսվում է պետական, որ այս կառույցը, այս ապահովագրության համակարգը լինելու է պետության ներքո գործող հիմնադրամի միջոցով է դա լինելու, լավ է թե վատ, ամեն դեպքում միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս առողջապահության ոլորտում պետական համակարգով, պետական ապահովագրության համակարգով գնացած երկրների մոտ բազմաթիվ մեծ խնդիրներ են լինում։ Այդ առումով, օրինակ, իմ կարծիքով ավելի ճիշտ կլներ, թեկուզ եթե այս համակարգը այս տեսքով նույնիսկ ներդրվում էր, միջոցները հավաքագրվեր եւ թեկուզ հիմնադրամը ինքը բաշխեր ապահովագրական ընկերությունների, օրինակ բաշխեր ապահովագրական ընկերությունների ինչ կերպ։ Ես եւ դու ընտրեինք, ասենք 6 ապահովագրական ընկերություն կա, քանակը ճիշտ չգիտեմ, օրինակ 6 ապահովագրական ընկերություն կար, դու որը նախընտրում ես, ես որոշեինք դա մրցակցություն եւ հակակշիռներ կստեղծեր, իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները ցանկանալով գեներացնել իրենց այս համակարգից հնարավոր շահույթներ, զսպող դեր կատարեն մի կողմից տարբեր խապկանքներով ապահովագրական վճարներ ստանալու համար, այդ թվում նաև բժշկական հաստատությունների բարձր այդ գների շրջանակներում այդ հատուցումները կկարգավորվեն, բայց չգիտես ինչի որոշել են, որ պետք է այս պետական համակարգով պետության ներքո լինի, այդ դեպքում հարցը առաջանում ինչա լինելու մասնավոր ընկերությունների հետ։ Եվ երկրորդ, կարծում եմ այս մասնավոր ընկերությունները ապահովագրական շատ մեծ խնդիրների առաջ կկանգնեն, թեև նախարարը առողջապահության հայտարարում է, որ այսինքն ապահովագրական ընկերությունները կարող են մյուս պետության, այսինքն ապահովագրական համակարգի մեջ չմտնող մյուս ծառայությունների մասով ապահովագրություն իրականացնել, բայց բոլորին է պարզ է, որ եթե մի մեծ խումբ ծառայությունների կամ որոշ խումբ ներառվում է պետականի, այն մյուսներից ակնկալել ավելի ռիսկային դեպքերում ակնկալել, որ իրանք այդ գործառույթի մեջ մտնեն, կապահովագրեն, ինձ թվում է միամտություն կլինի, հետևաբար ստացվում է, որ այս համակարգը ուղղակի ֆինանսական մեծ կորուստներ է պատճառելու մասնավոր ընկերություններին, մասնավոր ապահովագրական ընկերություններին։ Մյուսը կարևոր ինչ-որ տեսեք, իմ ստացած տեղեկությունների համաձայն, այսօր մասնավոր ապահովագրական ընկերությունները մոտավորապես այս առողջության ապահովագրության իրենց այսօրվա գործող փաթեթների շրջանակներում մոտավորապես 150,000-ի կարգի է, ասենք տարեկան ապահովագրավճարը։ Հիմա քանի որ ծավալները մեծ է, հաստատ այս դեռ պարզ չի ծառայությունների շրջանակը, բայց հաստատ այսօրվա ապահովագրական ընկերությունները ավելի մեծ ծառայությունների շրջանակ էին առաջարկում, քան այս ինչ որ նախատեսվում է այս նոր համակարգի դեպքում։ Հետևաբար այս գինը, որ դրել են, իմ կարծիքով, այն ծավալի էֆեկտը հաշվի առնելով, մասնավոր ապահովագրական ընկերությունները հնարավոր է ավելի ցածր գին առաջարկեին, քան պետության կողմից այս 120,600 դրամներ։ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում քեզ, եթե մի քիչ ավելի բարձրացված ասենք, եթե հիմա գիտենք, որ քաղաքացիների ոչ մեծ քանակ է ապահովագրվում, հիմնականում կազմակերպությունների միջոցով են ապահովագրվում, գործատուներն են ապահովագրում եւ այնտեղ կա սահմանափակում հարկային օրենսգրքով, քանի որ 10,000-ի սահմանափակում կա ամսական, շատ ճակերգրված չեն, նաեւ դրա արդյունքում շատ կազմակերպություններ չեն ապահովագրում, իմ կարծիքով եթե դա չլիներ, շատ ավելի մեծ կլիներ գործատուների թիվը, ովքեր կապահովագրեին իրենց աշխատակիցներին, բայց հիմա դրա մասին չի խոսքը, այսինքն եթե նկատի ունես, եթե մասնավոր գնան հիմա տվյալ դեպքում նախատեսվում է փաստորեն բնակչության մի մեծ զանգված, եթե ոչ բոլորը պետք է ապահովագրվեն, եթե այդ զանգվածը գնար ապահովագրական ընկերություններ, դրա հաշվին տեղի կունենան գնի իջեցում, որտեղ ապահովագրական ընկերությունները ավելի մեծ գումարներ կկարողանան գեներացնել։ Որոշ ապահովագրական ընկերությունների մասնագետների, այսինքն ոլորտում աշխատողների կարծիքն է, այսինքն ես իմ կարծիքը չեմ ասում, պարզա որ ասենք մասշտաբի էֆեկտով
մի բանը 10,000 մարդու ապահովագրել, մի բանը 100,000, ասենք, եթե 6 ապահովագրական ընկերություն ունենք, այս ծավալը շատ ավելի մեծ է, առնվազն յուրաքանչյուրի 100,000 մարդու ապահովագրության շահառու հանդիսանալու են, որի արդյունքում այդ 150,000-ը շատ ավելի կնվազեր։